Իսկ եթե աստվածաշնչյան հասկացողությունը կենտրոնացման մասին լրիվ հակառակ է այն բանին, ինչ առաջարկում է աշխարհը, ինչ եթե իսկական կենտրոնացումը ոչ թե բռունցքները սեղմելն է, այլ դրանք հանգստացնելը, ինչ եթե դա ոչ թե ժամանակացույցի կառավարումն է, այլ հայացքի կառավարումը։ Ձեզ հաստատ ասել են, որ կենտրոնացված լինելը նշանակում է ավելի քրտնաջան աշխատել, ավելի արագ կատարել մի քանի գործ եւ վերացնել բոլոր շեղող գործունները մինչեւ նպատակին հասնելը։ Հնարավոր է ձեր օրագիրը, ղեկավարը կամ անverջ self-development-ի ոդկասթները պնդում են, որ կենտրոնացումը նշանակում է ավելի քիչ ժամանակում ավելի շատ բան անել, բայց հոգու խորքում չեք զգում, որ որքան ուժգին փորձում եք ամեն ինչի վրա միաժամանակ կենտրոնանալ, այնքան ավելի քիչ խաղաղություն ունեք։ Առավոտյան օրը սկսում եք պարզության որոնումով, իսկ երեկոյան խաղաղության հետապնդումով։ Հայտնության մեջ կենտրոնացումը ոչ թե 10 նպատակների հետապնդումն է, դա սրտի կենտրոնացումն է մեկ անձի վրա։ Դավիթը, թագավոր, մարտիկ եւ բանաստեղծ, դա հասկացել է դարեր առաջ, նախքան self-development-ի գուրուների հայտնվելը։ Շրջապատված պատերազմներով, կառավարչի պարտականություններով եւ քաղաքական խառնաշփոթով, Դավիթը չի խնդրել լավագույն ռազմավարություններ, ավելի սուր սրեր կամ հզոր բանակներ։ Փոխարենը նա արտասանել է ամենապարզ եւ խորագույն աղոթքներից մեկը. «Մի բան եմ խնդրել Տիրոջից, միայն դա եմ որոնում, որ բնակվեմ Տիրոջ տանը իմ կյանքի բոլոր օրերին, տեսնեմ Տիրոջ գեղեցկությունը եւ այցելեմ նրա տաճարը»։ 1. Պատկերացրեք, թե ինչ է նշանակում դա ասել աշխարհում, որը մոլագար է հարյուրավոր բաներով։ Դավիթն ուներ թագավորի հարստություն, զորապետի իշխանություն եւ լեգենդի ազդեցություն, բայց իր գաղտնի պահերին նա ցանկանում էր միայն մեկ բան՝ հստակ տեսնել Աստծուն։ Նա չէր փնտրում պատասխանատվությունից փախուստ, նա փնտրում էր ներդաշնակություն դրանում։ Նա գիտեր, որ հսկաներին հաղթելու եւ ժողովրդին կառավարելու ուժը գալիս է ոչ թե սեփական կամքից, այլ Աստծո ներկայության մեջ մնալուց։ Մտածեք դրա մասին։ Աստծո արքայությունում կենտրոնացումը սկսվում է ոչ թե մարտի դաշտում, այլ սրբարանում, ոչ թե շարժումից, այլ հանգստությունից։ Նկատել եք, որ ձեր կյանքի ամենաշեղված պահերը սովորաբար այն պահերն են, երբ ամենահեռու եք զգում Աստծուց։ Սա պատահականություն չէ։ Սիրտը չի կարող միաժամանակ պարունակել խառնաշփոթ եւ պարզություն, այն պետք է ընտրի։ Այսպիսով գրեք մեկնաբանություններում, թե ինչպես կտեսնվեր ձեր կյանքը, եթե այս շաբաթ կենտրոնանայիք միայն մեկ բանի վրա։ Ոչ թե 10 նպատակների, ոչ թե 5 սովորությունների, այլ մեկի վրա։ Ժամանակը Հիսուսի ոտքերի մոտ, օրվա Երուսաղեմից առաջ։ Եվ ահա անցնում ենք մեկ այլ պատմության, որին Հիսուսը պատմեց իր կյանքով։ Հանդիպում ենք երկու քույրերի՝ Մարթայի եւ Մարիամի։ Հիսուսը գալիս է նրանց տունը։ Մարթան անում է այն, ինչ շատերս կանեինք։ Նա շտապում է, պատրաստում է, մաքրում, կազմակերպում, ծառայում, նա կենտրոնացած է երևացողի վրա։ Իսկ Մարիամը նստում է Հիսուսի ոտքերի մոտ, լսելով նրա յուրաքանչյուր խոսքը։ Մարթան զայրանում է. «Տեր, քեզ չի հետաքրքրում, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայելու»։ Բայց Հիսուսը մեղմորեն, բայց վճռականորեն պատասխանում է. «Մարթա, Մարթա, դու հոգում եւ շտապում ես շատ բաների մասին, բայց միայն մեկն է պետք։ Մարիամն ընտրել է բարի մասը, որը չի խլվի նրանից»։ Կանգ առեք եւ պատկերացրեք այդ տեսարանը։ Մարթայի ձեռքերը լի են սպասքով, Մարիամի ձեռքերը դատարկ են, բայց սիրտը լիքն է։ Մարթայի աչքերը շրջվում են գործից գործ, Մարիամի աչքերը ուղղված են Փրկչի դեմքին։ Երկուսն էլ մեկ տան մեջ են, երկուսն էլ սիրում են Հիսուսին, բայց միայն մեկն է գտնում խաղաղություն, եւ Հիսուսը այդ խաղաղությունը անվանում է բարի մաս։ Ճանաչում եք ինքներդ ձեզ։ Հնարավոր է դուք ապրում եք ինչպես Մարթան, զբաղված, արդյունավետ, օգտակար, բայց գաղտնի հյուծված։ Դուք եկեղեցում եք, բայց շեղված, կարդում եք Սուրբ Գիրքը, բայց շտապում եք, աղոթում եք, բայց մտածում եք հաջորդ գործի մասին։ Դուք սիրում եք Աստծուն, բայց ձեր կենտրոնացումը կտրատված է շրջապատող աղմուկով։ Ինչպես կլիներ կրկին դառնալ ինչպես Մարիամը, դանդաղել այնքան, որ լսել Հիսուսի ձայնը խառնաշփոթի վրայով։ Բարձրաձայն ասեք. «Միայն մեկն է պետք»։ Սա ոչ միայն բառեր են, սա ապրելակերպ է։ Աշխարհը չափում է կենտրոնացումը արդյունքներով, Աստված չափում է այն մերձավորությամբ։ Աշխարհը հարցնում է. «Ինչ ես հասել»։ Աստված հարցնում է. «Քայլել ես ինձ հետ»։ Աստվածաշնչյան բառը կենտրոնացման համար ոչ թե թունելային տեսողություն է, այլ սրտի տեսողություն։ Տեսնել Տիրոջ գեղեցկությունը նշանակում է կանգ առնել, հիանալ, բավական հանգիստ դառնալ, որպեսզի ճանաչես նրա ներկայությունը կյանքի մանրուքներում։ Կենտրոնացումը սեր է, որը հրաժարվում է հայացքը շրջել։ Ժամանակակից աշխարհում մենք հրաշքը փոխարինել ենք անհանգստությամբ։ Մեր աչքերը անընդհատ սկանավորում են էկրանները, վերնագրերը, ծանուցումները, բայց հազվադեպ են բարձրանում վերև։ Մենք ժամերով սկրոլ ենք անում, բայց դժվարությամբ ենք գտնում 5 րոպե աղոթքի համար։
Չի է տարօրինակ, թե որքան հեշտ է նայել հեռախոսին, բայց դժվար է տեսնել Աստծուն։ Դա այն պատճառով է, որ իսկական կենտրոնացումը բնական չէ, այն գերբնական է։ Սա պարգև է, որը աճում է, երբ մենք մեր ուշադրությունը տալիս ենք նրան, ով ստեղծել է այն։ Ինչպես սկսել։ Նույն կերպ ինչ Դավիթը, ցանկանալ մեկը։ Վաղը առավոտյան, նախքան հեռախոսը վերցնելը, անցկացրեք 5 րոպե լռության մեջ, շնորհակալություն հայտնելով Աստծուն նրա ներկայության համար, առանց օրակարգի, առանց խնդրանքների։ Տեսեք, բացեք Սաղմոսները կամ Ավետարանը եւ շշնջացեք. Տեր, այսօր ես ընտրում եմ բարի մասը։ Եթե անեք այս փոքր քայլը, կնկատեք, որ ձեր օրը այլ կերպ է զգացվում, ավելի քիչ շեղված, ավելի կենտրոնացված։ Ահա ճշմարտությունը։ Դուք միշտ ժամանակ կգտնեք նրա համար, ինչ ձեզ համար ամենակարևորն է։ Եթե կենտրոնացած եք հաջողության վրա, անverջ կհետապնդեք այն։ Եթե փնտրում եք մարդկանց հավանությունը, կապրեք նրանց տրամադրություններով, բայց եթե ձեր կենտրոնացումը Քրիստոսի վրա է, մնացած ամեն ինչ իր տեղը կգտնի։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց. առաջին հերթին փնտրեցեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը, եւ այս ամենը ձեզ կտրվի։ Երբ նա դառնում է առաջինը, ոչինչ այլ չի կարող զբաղեցնել նրա տեղը։ Պատկերացրեք ձեր կյանքը որպես արևային համակարգ։ Երբ արևը կենտրոնում է, մոլորակները հարթ են պտտվում, բայց եթե մեկ այլ բան, աշխատանքը, ընտանիքը, վախերը զբաղեցնի կենտրոնը, սկսվում է խառնաշփոթը։ Աստվածաշնչյան կենտրոնացումը պարզապես թույլ տալն է, որ Աստված մնա կենտրոնում։ Նա չի հրում մյուս մոլորակները, նա պահում է դրանք ներդաշնակության մեջ։ Հենց հիմա փակեք աչքերը, խոր շունչ քշեք եւ հարցրեք ինքներդ ձեզ. ինչ էր վերջին ժամանակներում իմ ուշադրության կենտրոնում։ Գուցե ֆինանսները, հարաբերությունները, ձեռքբերումները։ Հետո հարցրեք. ինչ է իմ մեկ բանը։ Գրեք մեկնաբանություններում որպես հավատի խոստովանություն։ Այս շաբաթ իմ մեկ բանը սա է, գուցե երկրպագությունը աշխատանքից առաջ, աղոթքը ճնշումից առաջ, կամ պարզապես վստահությունը, որ Աստված բավարար է։ Եթե սկսեք մեկից, մնացած ամեն ինչ կսկսի դասավորվել։ Կենտրոնացված կյանքի գաղտնիքը ոչ թե հավասարակշռության մեջ է, այլ առաջնահերթության մեջ։ Ձեզ հարկավոր չէ ամեն ինչ ժոնգլյոր անել, եթե պարզապես բռնված եք նրանից, ով պահում է ամեն ինչ միասին։ Դավիթը սովորեց դա անապատում։ Մարիամը բացահայտեց դա Հիսուսի ոտքերի մոտ, եւ դուք կարող եք ապրել դա հենց այնտեղ, որտեղ եք՝ խոհանոցում, մեքենայում, գրասենյակում։ Կենտրոնացումը վանք չի պահանջում, այն պահ է պահանջում։ Այն պահը, երբ ձեր հոգին շշնջում է. մի բան եմ խնդրել Տիրոջից, միայն դա եմ որոնում։ Այսպիսով այս շաբաթ ոչ միայն պլանավորեք ձեր կյանքը, կենտրոնացրեք այն, ոչ միայն գրեք ձեր կենտրոնացումը, աղոթեք դրա համար։ Աստված չի խնդրում ձեր կատարյալությունը, նա խնդրում է ձեր ուշադրությունը նրա վրա։ Այն պահին, երբ դուք տալիս եք նրան իրենը, ամեն ինչ սկսում է դասավորվել։ Եթե սա ձեզ դիպավ, գրեք մեկնաբանություններում. Տիր, սովորեցրու ինձ կենտրոնանալ մեկի վրա, քեզ վրա, որովհետև հենց այստեղ է սկսվում իսկական կենտրոնացումը եւ ավարտվում ամեն փոթորիկը։ Առաջին հերթին փնտրեցեք Աստծո արքայությունը։ Մենք ապրում ենք աշխարհում, որը գոռում է. առաջին հերթին փնտրիր հաջողություն, փող, հարմարավետություն։ Ամեն ինչ, գովազդից մինչև մոտիվացիոն ոդկասթներ, ասում է, որ կյանքը բարձրանալն է ավելի վեր, ավելի շատ վաստակելը, ավելի արագ հասնելը։ Բայց նկատել եք, որ որքան էլ հետապնդեք, եզրափակիչ գիծը միշտ հետ է տեղափոխվում։ Միշտ կա նոր հաշիվ, նոր նպատակ, նոր ճնշում։ Ժամանակակից աշխարհը դա անվանում է հավակնություններ, Հիսուսը դա անվանում էր անհանգստություն։ Նա նայում էր իր աշակերտներին, ովքեր ծանրաբեռնված էին առօրյա հոգսերով եւ տվեց նրանց այլ առաջնահերթությունների կարգ։ Առաջին հերթին փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այս ամենը ձեզ կտրվի։ Կանգ առեք դրա վրա։ Առաջին հերթին փնտրեցեք։ Սա ոչ թե մեղմ առաջարկ է, սա անգերազանցելի սկզբունք է։ Աստվածային բանաձև խաղաղության։ Հիսուսը կարծես ասում է. եթե ճիշտ ընտրեք առաջինը, ամեն ինչ կգտնի իր տեղը։ Բայց ահա խնդիրը, մեզանից շատերը ապրում են հակառակը։ Մենք փնտրում ենք ամեն ինչ, իսկ արքայությունը հույս ունենք հետո տեղավորել։ Մենք օրը սկսում ենք հեռախոսով, հոգսերով, գործերի ցուցակով եւ զարմանում, թե ինչու է մեր խաղաղությունը փխրուն։ Պատկերացրեք այդ տեսարանը։ Արևածագը Գալիլեայում։ Ձկնորսները վերանորոգում են ցանցերը, վաճառականները բացում են իրենց խանութները, մայրերը հաց են թխում։ Իսկ ծովի վրա գտնվող բլրի վրա Հիսուսը նստած է, շրջապատված պարզ մարդկանց բազմությամբ՝ ֆերմերներ, աշխատավորներ, հոգնած ձեռքերով մայրեր։ Նրանք անհանգստանում են նույն բանի համար, ինչ մենք. կբավարարվի սնունդը, ինչ կլինի վաղը, ինչ է թե կորցնեմ այն, ինչի համար աշխատել եմ։ Հիսուսը հանդիպում է նրանց այնտեղ, որտեղ ապրում են նրանց վախերը, եւ ասում է ինչ-որ հեղափոխական բան։ Մի հոգ տանեք ձեր կյանքի համար, ինչ կուտեք կամ ինչ կխմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, ինչով կհագնվեք։
որովհետև այս ամենը փնտրում են հեթանոսները։ Իսկ ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այս ամենի կարիքն ունեք։ Զգացեք այս փոփոխությունը։ Նա չի ամաչեցնում նրանց հոգսերի համար, նա վերահղում է նրանց։ Նա չի ասում՝ մի պլանավորեք։ Նա ասում է՝ պլանավորեք ճիշտ կենտրոնի շուրջ։ Որովհետև այն, ինչ դուք առաջինը փնտրում եք, որոշում է ամեն ինչ, ինչ հետևում է։ Մտածեք ձեր առավոտների մասին։ Ինչի եք առաջինը ձգվում՝ հեռախոսին, օրագրին, սուրճին։ Պատկերացրեք, որ առաջինը ձգվում եք դեպի Աստված։ Ինչ եթե ձեր օրը սկսվի թագավորի խոսքերով, այլ ոչ թե աշխարհի աղմուկով։ Հին հրյաները դա հասկանում էին։ Ամեն առավոտ եւ երեկո նրանք աղոթում էին Շմա. Լսիր Իսրայել, Տեր Աստվածը մերն է, Տերն է մեկը։ Սա նրանց ձևն էր օրական 2 անգամ վերադարձնել կենտրոնացումը, բերանով հայտարարելով այն, ինչ սիրտը հեշտությամբ մոռանում էր։ Աստված առաջին տեղում, մնացած ամեն ինչ երկրորդում։ Վաղ քրիստոնյաները հետևում էին նույն ռիթմին։ Նրանք վերակառուցում էին հենց ժամանակը հարության շուրջ։ Կիրակին ոչ միայն հանգստյան օր էր, դա շաբաթվա առաջին օրն էր, հիշեցում, որ սկսվել է նոր արարում, որ Աստծո արքայությունը ներխուժել է։ Նրանց համար առաջինը արքայությունը փնտրելը ոչ թե արտահայտություն էր, այլ կյանքի կառուցվածք։ Գուցե սա այն գաղտնիքն է, որ ժամանակակից հավատացյալներին պետք է կրկին բացահայտել։ Իսկական կենտրոնացումը սկսվում է ոչ թե շեղումները վերացնելուց, այլ կարգ սահմանելուց։ Դուք չեք կարող ունենալ խաղաղ կյանք, եթե ձեր առաջնահերթությունները սխալ են դասավորված։ Սա նման է տանը։ Եթե հիմքը սխալ է, ոչ մի զարդարանք չի թաքցնի ճաքերը։ Հիսուսը գիտեր դա, երբ ասաց. «Առաջին հերթին փնտրեցեք»։ Փնտրել նշանակում է շարունակել փնտրել, հետապնդել միտումնավոր, ինչպես գանձերի որսորդը, ով գիտի, որ ոսկին դաշտում է թաքնված։ Սա մեկանգամյա որոշում չէ, սա ամենօրյա ուղղություն է։ Հարցրեք ինքներդ ձեզ հենց հիմա եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես է տեսնում ձեր ամենօրյա գանձերի որսը։ Ինչ եք հետապնդում նախքան Աստծուն փնտրելը։ Ինչ կլինի, եթե դուք շրջեք կարգը։ Ահա պարզ ճշմարտությունը։ Երբ Աստված առաջին տեղում է, փոքր բաները զբաղեցնում են իրենց տեղը, բայց երբ փոքր բաները դառնում են առաջինը, ամեն ինչ փլուզվում է։ Ահա թե ինչու Հիսուսը չասաց. «Փնտրեցեք միայն արքայությունը», այլ առաջին հերթին փնտրեցեք, որովհետև նա գիտի, որ դուք ունեք պարտականություններ, ընտանիք, աշխատանք, երազանքներ։ Բայց եթե դրանք կառուցված են սխալ կենտրոնի շուրջ, դրանք դառնում են ծանաբեռնություն, ոչ թե օրհնություն։ Պատկերացրեք 2 շինարարների քարքարոտ ափին։ Մեկը տուն է կառուցվում ամուր ժայռի վրա, Աստծո խոսքի հիմքի վրա, մյուսը ավազի վրա, իր պլանների, վախերի, ցանկությունների վրա։ Երկու տներն էլ սկզբում գեղեցիկ են թվում, երկուսում էլ ընտանիքները ծիծաղում են, բայց երբ գալիս է փոթորիկը, իսկ փոթորիկները միշտ գալիս են, մեկը կանգնում է, մյուսը փլուզվում է։ Տարբերությունը ոչ թե ջանքերում էր, այլ կարգում։ Մեկը փնտրում էր արքայությունը առաջին հերթին, մյուսը հարմարավետությունը։ Իսկ դուք ինչի վրա եք կառուցում՝ ժայռի թե ավազի։ Գրեք մեկնաբանություններում։ Ես վերակառուցում եմ իմ տունը ժայռի վրա, որովհետև երբեք ուշ չէ հիմքը վերակառուցել։ Այս սկզբունքը առաջին հերթին Աստծուն փնտրելը ձևավորում է ոչ միայն ձեր առավոտները, այլև ձեր տրամադրությունը։ Երբ արքայությունը առաջին տեղում է, ձեր աշխատանքը դառնում է երկրպագություն, զրույցները՝ ծառայություն, հոգսերը աղոթքի վարելիք։ Հանկարծ նույնիսկ ամենափոքր գործողությունները, բարի խոսքը, պարզ սնունդը, հանգիստ աղոթքը դառնում են սուրբ։ Սա կենտրոնացման պտուղն է։ Երբ դուք առաջին հերթին փնտրում եք Աստծուն, նա ամեն ինչ դարձնում է իմաստալից։ Ահա գործնական քայլ այս շաբաթվա համար։ Նախքան հեռախոսը ստուգելը, նախքան հայելուն նայելը, ստուգեք ձեր հոգին։ Ամեն առավոտ հատկացրեք 10 րոպե առանց աղմուկի, առանց օրակարգի, առանց շտապողականության։ Կարդացեք 1 հատված ավետարաններից, տվեք 1 հարց։ Ինչ է սա բացահայտում Թագավորի եւ նրա արքայության մասին։ Հետո կրեք այդ բացահայտումը ձեր օրվա մեջ որպես կողմնացույց։ Այն կուղղորդի ձեր խոսքերը, ռեակցիաները եւ նույնիսկ հանգիստը։ Եթե սկսեք դա անել ամեն օր, կտեղի ունենա ինչ-որ նուրբ, բայց հզոր բան։ Դուք կսկսեք ապրել խաղաղությունից, այլ ոչ թե խաղաղության համար։ Ես պետք էի եւ ես ուզում եմ իմ մշտական լարվածությունը կմարի, եւ դրա փոխարեն կգա հավասար ռիթմ։ Աստված առաջին տեղում է, եւ նա բավարար է։ Հիսուսը չի խոստացել հեշտ կյանք, նա խոստացել է կյանքի լավագույն կարգը, եւ այս ամենը ձեզ կտրվի։ Ինչ է այդ ամենը։ Այն ինչի մասին դուք անհանգստանում եք, այն ինչ դուք չեք կարող վերահսկել, կարիքները, որոնց մասին մոլագարորեն մտածում եք։ Աստված չի անտեսում դրանք, նա վերակառուցում է դրանք։ Երբ դուք նրան դնում եք առաջին տեղում, նա հոգ է տանում այն ամենի մասին, ինչ հետևում է։ Հենց հիմա որտեղ էլ լինեք, խցանում, ուշ գիշերով, սկրոլ անել իսկ ամառավության, կանգ առեք եւ բարձրաձայն շշնջացեք։ Առաջին հերթին Տեր, ես փնտրում եմ քեզ։ Գրեք սա մեկնաբանություններում որպես կենտրոնացման հայտարարություն։ Ճշմարտությունն այն է, որ կենտրոնացումը գալիս է ոչ թե ավելի ուժգին նայելուց, այլ ճիշտ սկսելուց։ Աշխարհը կգոռա ձեր ուշադրության համար, բայց դուք պարտավոր չեք պատասխանել յուրաքանչյուր ձայնին։
Երբ օրը սկսում եք թագավորից, արքայությունը սկսում է հոսել ձեր օրվա միջով։ Ֆիքսեք ձեր հայացքը Հիսուսի վրա։ Դուք հաստատ լսել եք. «Պահիր աչքերդ մրցանակի վրա»։ Ճիշտ է։ Դպրոցում, սպորտում, աշխատանքում։ Ձեզ ասում են մնացեք կենտրոնացած, մի շեղվեք, շարունակեք հետապնդել եզրակիցը։ Բայց ահա ճշմարտությունը։ Մեզանից շատերը հոգնում են ոչ թե ծույլ լինելու պատճառով, այլ այն պատճառով, որ վազում ենք սխալ մրցավազքում։ Մենք շտապում ենք հավանության, ծափահարությունների, պսակների հետևից, որոնք հավերժական չեն։ Մենք դա անվանում ենք հաջողություն, իսկ Աստված ունայնություն։ Հետևաբար Աստված է, թողնելով ամեն ծանրություն եւ մեզ խանգարող մեղքը, համբերությամբ անցնենք մեզ համար դրված ընթացքը, նայելով հավատի սկզբնավորողին եւ կատարողին Հիսուսին։ Պատկերացրեք ինքներդ ձեզ այ դարի հին մարզադաշտում։ Բազմությունը գոռում է, արևը այրում է, վազորդները հավաքվում են մեկնարկի գծում։ Ոչ նորաձև կոշիկներ, ոչ միկրոֆոններ, ոչ տեսախցիկներ, միայն մերկ ոտքեր, փոշի եւ վճռականություն։ Այդ օրերին վազորդները թափում էին ամեն ավելորդը, ոչ մի ուղեբեռ, ոչ մի ծանրություն։ Որքան թեթև էին, այնքան ազատ էին վազում։ Եվ մեկնարկից առաջ նրանց հայացքը ֆիքսվում էր ճանապարհի վերջում գտնվող մեկ կետի վրա։ Նրանք չէին նայում բազմությանը, չէին հետ նայում մրցակիցներին։ Նրանց կենտրոնացումը սուր էր, ինչպես լազեր։ Մեկ նպատակ, մեկ եզրակից։ Հիմա լսեք։ Թողնելով ամեն ծանրություն եւ մեզ խանգարող մեղքը, համբերությամբ անցնենք մեզ համար դրված ընթացքը, նայելով Հիսուսին։ Զգացել եք։ Քրիստոնեական կյանքը սպրինտ չէ, մարաթոն է, եւ միակ ճանապարհը ուժեղ ավարտելը ճիշտ կենտրոնի վրա հայացքը պահելը։ Չի ասվում հետ նայեք կամ նայեք ձեր ներսը, ասվում է նայեք Հիսուսին։ Ինչու՞։ Որովհետև այն, ինչի վրա նայում եք, որոշում է ձեր տեմպը։ Եթե նայում եք ձեր անհաջողություններին, կդանդաղացեք ամոթից։ Եթե նայում եք ուրիշներին, կսայթաքեք համեմատությունների վրա։ Բայց եթե նայում եք Քրիստոսին, կգտնեք ուժ, որը կգերազանցի հոգնածությունը։ Ինչ է գողանում ձեր կենտրոնացումը վերջին ժամանակներում։ Գրեք մեկնաբարություններում։ Գուցե համեմատությունը, սկրոլ անելով ուրիշների կատարյալ կյանքերը, մինչ դուք կասկածում եք ձեր արժեքի մեջ։ Գուցե մարդկանց հաջողանալը, ապրելով նրանց երջանկության համար, բայց ոչ ձեր խաղաղության։ Գուցե թաքնված մեղքը, որը այնքան երկար եք գրել, որ այն դարձել է ձեր մասը։ Անվանեք դա, որովհետև մենք չենք կարող ազատ վազել, եթե շղթաներ ենք քարշ տալիս։ Պատկերացրեք, որ վազում եք բուսապարքով, լի քարերով։ Ամեն քայլ ավելի ծանր է, մրցավազքը թվում է ավելի երկար։ Դուք սկսում եք մտածել, արդյոք ընդհանրապես հնարավոր է ավարտել։ Սա այն է, թե ինչպես է ապրելը գրելով այն, ինչից Քրիստոսն արդեն ազատել է ձեզ խաչի վրա։ Մեղքը, ամոթը, վիրավորանքները, վախերը։ Հիսուսը կանգնած եզրագծում կանչում է. «Թողիր դա զավակ, դու ստեղծված չես այսով վազելու», բայց ասված է, որ Հիսուսը մեր հավատի սկզբնավորողն ու կատարողն է։ Սա նշանակում է, որ նա ոչ միայն սպասում է ձեզ եզրագծում, նա վազում է ձեր կողքին հենց հիմա։ Նա սկսել է ձեր հավատի պատմությունը եւ պարտավորվել է ավարտել այն։ Նույնիսկ երբ սայթաքում եք, նա պահում է ձեզ, նույնիսկ երբ հոգնում եք, նա թարմացնում է ձեր ուժերը։ Մտածեք Հիսուսի մասին, ով առաջադրված նրա առջև դրված ուրախության փոխարեն խաչ կրեց, անտեսելով ամոթը եւ նստեց Աստծո գահի աջ կողմում։ Նրա առջև դրված ուրախությունը դուք եք։ Դուք էիք այն եզրագիծը, որը սնում էր նրա համբերությունը։ Նա չվազեց հարմարավետության համար, նա վազեց սիրո համար։ Նա չկենտրոնացավ ցավի վրա, նա նայեց խոստումանը։ Երբ նրա մարմինը կոտրվում էր, նրա կենտրոնացումը մնում էր անխախտակ։ Այդպես նա ավարտեց եւ այդպես նա կանչում է մեզ վազել։ Ինչ ուրախություն է Աստված դրել ձեր առջև, ինչ խոստում, նպատակ, կոչ է արժանի վազելու, նույնիսկ երբ ճանապարհը դառնում է դժվար։ Գրեք մեկնաբանություններում, անվանեք ձեր մրցավազքը եւ հայտարարեք դրա մասին։ Գուցե դա երեխաներին հավատքով դաստիարակելն է, աշխատանքում հանգիստ ծառայելը ազնվությամբ կամ տառապանքներում համբերությունը։ Ինչ էլ լինի ձեր մրցավազքը, դուք մենակ չեք վազում։ Բայց եկեք անկեղծ լինենք, շեղումը նախանձախնդրության թշնամին է։ Այսօրվա աշխարհը առաջարկում է անվերջ պատճառներ Հիսուսից հայացքը շրջելու համար։ Ծանուցումներ, կարծիքներ, հոգսեր։ Մենք ապրում ենք մշտական մասնակի ուշադրության դարաշրջանում։ Մենք ամենուր եւ ոչ միտեղ միաժամանակ։ Աստվածաշնչյան հակաթույնը պարզ է հայացքի ֆիքսացիան։ Ոչ թե անցողիկ, ոչ թե երբեմն, այլ ֆիքսել, ամրացնել, փակել։ Հիսուսի վրա կենտրոնանալու համար պետք է հեռանալ աղմուկից։ Փորձեք վաղը առավոտյան, նախքան հավելվածը բացելը բացեք Աստվածաշունչը։ Նախքան սկրոլ անելը հանգստացրեք սիրտը, ասեք կարճ աղոթք. Հիսուս, այսօր իմ աչքերը քեզ վրա են։ Գրեք այս դիրքորոշումը ձեր օրվա մեջ։
Երբ ստրեսը մեծանում է, նայեք վերև, ոչ թե կողքի։ Երբ համեմատությունը շշնջում է, կրկնեք. իմ մրցավազքը նրանցը չէ։ Երբ ուզում եք հանձնվել, պատկերացրեք վկաների ամպը, նրանց ովքեր անցել են ձեզանից առաջ, ոգևորելով տրիբուններից։ Երկինքը նայում է ոչ թե դատապարտմամբ, այլ հաղթանակով։ Եվ ահա գեղեցիկ պարադոքսը։ Երբ ֆիքսում եք հայացքը Հիսուսի վրա, սկսում եք ավելի պարզ տեսնել մնացած ամեն ինչ։ Հարաբերությունները դառնում են ավելի ողորմած, աշխատանքը երկրպագություն, փորձությունները մարզում։ Նայեք նրան բաղական երկար եւ նույնիսկ ձեր փոթորիկները սկսում են իմաստ գտնել նրա հաղթանակի լույսի տակ։ Գրեք մեկնաբանություններում մեկ ծանրություն, որը կթողնեք այս շաբաթ։ Մի բան, որը կհանձնեք Աստծո ձեռքերում։ Հետո գրեք մեկ մրցավազք, որը կշարունակեք վազել։ Նպատակ կամ խոստում, որից չեք հրաժարվի։ Սա հանրային հայտարարություն է, ոչ միայն մեկնաբանություն։ Սա ուխտ է, որովհետև թշնամին չի կարող կանգնեցնել հավատացյալին, ում աչքերը ուղղված են Հիսուսի վրա։ Շեղումները կարող են գալ, գայթակղությունները կարող են մեծանալ, հակառակությունը կարող է գոռալ, բայց երբ ձեր կենտրոնացումը անգերազանցելիի վրա է, դուք դառնում եք անգերազանցելի։ Եզրագիծը հեռու չէ, այն անխուսափելի է։ Ամեն քայլ հավատքով, մեկ քայլ ավելի մոտ ուրախությանը։ Բարձրացրեք գլուխը, ուղղեք ուսերը, խոր շունչ քաշեք։ Մրցավազքը շարունակվում է եւ շնորհը բավարար է։ Եթե այս պատգամը դիպավ ձեզ, գրեք մեկնաբանություններում. իմ աչքերը Հիսուսի վրա են։ Սա ոչ միայն հաստատում է, սա փոփոխություն է։ Պահպանեք սիրտը, ուղղեք հայացքը։ Նկատել եք, թե որքան հեշտ է ձեր սիրտը հետևում ձեր աչքերին։ Դուք նայում եք ինչ-որ բանի, նկարի, գաղափարի, ապրելակերպի եւ առանց հասկանալու արդեն ծարավ եք զգում դրա։ Սա պատահական չէ։ Այնինչ սնում է ձեր ուշադրությունը, ձևավորում է ձեր կապվածությունները։ Աշխարհում, որտեղ ամեն էկրան պայքարում է ձեր հայացքի համար, ասված է. ամենից առաջ պահիր քո սիրտը, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները։ Հեռացրու քեզնից ստոր բերանը եւ խաբեբայությունը հեռացրու լեզվիդից։ Թող քո աչքերը ուղիղ նայեն եւ թարթիչներդ ուղված լինեն քո առջև։ Մտածեք, ամեն ինչ անում եք, գալիս է ձեր սրտի վիճակից, ձեր սովորությունները, խոսքերը, հարաբերությունները։ Ամեն ինչ սկսվում է այնտեղ։ Սիրտը ինչպես աղբյուր, եթե ջուրը թունավորված է, ամեն ինչ հոսքով ներքև աղտոտված է, իսկ ձեր աչքերը դարպասների պահակներ։ Այնինչ դուք անընդհատ նայում եք, կարդում, սկրոլ անում, ոչ միայն զվարճացնում է ձեզ, այն մտնում է ձեր մեջ։ Հետևաբար ասված է կապել սիրտը եւ աչքերը, պահպանեք սիրտը, ուղղեք հայացքը։ Պատկերացրեք, որ քայլում եք ժամանակակից քաղաքով։ Հսկայական բիլբորդները թարթում են, ծանուցումները վառվում են հեռախոսում։ Գովազդը խոստանում է երջանկություն, եթե գնեք մեկ բան։ Ամեն վայրկյան ինչ-որ բան գոռում է, նայիր այստեղ։ Եվ դուք նայում եք, մեկ հայացքը դառնում է գլիկ, գլիկը մտքի, միտքը ցանկության։ Հիմա պատկերացրեք հին քաղաքը, քաղաքի դարպասները, վաճառականները գոռում են, կուռքերը փորագրծած են քարերում, շեղումները նույնքան իրական են, թեև ավելի քիչ թվային, տարբեր միջավայր, նույն էություն։ Այս իմաստությունը չի հնացել ոչ մի օր։ Սիրտը պահպանել նշանակում է դառնալ ձեր ներքին կյանքի պահակ։ Սա ոչ թե մեկուսացում է, այլ ճանաչում։ Դուք չեք կարող վերահսկել յուրաքանչյուր նկար կամ միտք, որ անցնում է ձեր ճանապարհով, բայց կարող եք ընտրել, թե որի վրա կանգ առնել։ Կարող եք ընտրել, թե որ պատուհանի մոտ կանգնել, իսկ որն փակել։ Հոբ ասաց. ես ուխտ եմ կնքել իմ աչքերի հետ, որ չմտածեմ գույսի մասին։ Սա ոչ միայն մարմնական մաքրության մասին է, սա հոգևոր ամբողջականության մասին է։ Հոբը հասկանում էր, որ աչքերը եւ սիրտը կապված են անտեսանելի թելով։ Քաշեք մեկը եւ մյուսը շարժվում է։ Մտածեք Հովսեփի մասին։ Նա ոչ միայն խուսափեց մեղքից, նա փախավ դրանից։ Երբ Փոթիփարայի կինը փորձում էր գայթակղել նրան, նա չմնա սահմաններ քննարկելու կամ կամքի ուժ փորձարկելու։ Նա փախավ, թողնելով իր վերնաշապիկը նրա ձեռքերում։ Երբեմն կենտրոնացումը նման է փախուստի։ Երբեմն սրբությունը սա է՝ սեղմել փակել կոճակը, փոխել ալիքը, հեռանալ կամ նույնիսկ հեռացնել հավելվածը։ Անկեղծ լինենք, մենք ապրում ենք պատկերներով հագեցած տարում։ Ամեն օր մեր ուշադրությունը վաճառվում է նրան, ով ավելի շատ կվճարի՝ մարքետոլոգներին, բլոգերներին, ալգորիթմներին։ Եվ ահա ճշմարտությունը, ուշադրությունը երկրպագություն է։ Այնինչ գրավում է ձեր հայացքը, գրավում է ձեր հոգին։ Այսպիսով ձեր աչքերը ամեն օր սնվում են։ Սա ամրացնում է ձեր հավատքը, թե հյուծում է այն։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչից պետք է հետևել այս շաբաթ, որպեսզի ավելի լիարժեք հետևեք Հիսուսին։ Դա կարող է լինել թունավոր հաշիվ, բացասական նորությունների ցիկլ կամ նույնիսկ մտածողության ձև, որը պահում է ձեզ անհանգստության եւ նախանձի մեջ։ Անվանեք դա։
Անվանելը ազատության առաջին քայլն է։ Պատկերացրեք ձեր ուշադրությունը որպես այգի։ Ամեն սերմ, որ ընկնում է այնտեղ, կաճի պտուղներով կամ մոլախոտերով։ Ամեն անգամ աչքերը բացելով դուք ինչ-որ բան եք ցանում։ Դուք չեք կարող ակնկալել խաղաղության բերք, եթե անընդհատ ցանում եք վախի սերմեր։ Դուք չեք կարող աճեցնել ուրախություն, եթե ձեր աչքերը ուղղված են ուրիշների ունեցածին։ Սիրտը պահպանելը սերմերի ընտրությունն է զգուշությամբ, որովհետև մեկ հայացքը կարող է փոխել աճի ուղղությունը։ Ահա գործնական ճանապարհը։ Ստեղծեք սուրբ պատուհան, ժամանակ եւ տարածություն, երբ ձեր աչքերը տեսնում են միայն այն, ինչ սնում է հոգին։ Դա կարող է լինել առավոտյան զբոսանք առանց հեռախոսի, մոմ վառած եւ աստվածաշնչով պահ կամ 10 րոպե լռություն քնելուց առաջ, որտեղ ձեր միակ կենտրոնացումը Աստծո ներկայությունն է։ Սիրտը պահպանելը սկսվում է ոչ թե պատեր կառուցելուց, այլ պատուհաններ ընտրելուց, որոնք բացվում են դեպի երկինք, եւ անկեղծ լինենք, հայացքը ուղղելը ոչ միայն վատից խուսափելն է, այլ լավը տեսնելը։ Ֆիքսեք հայացքը գեղեցկության վրա, արտացոլող ստեղծողին։ Սուրբ Գիրքը, երկրպագությունը, բնությունը, բարությունը, սիրելիների դեմքերը։ Ասված է վերթապես եղբայրներս, ինչ ճշմարիտ է, ինչ պատվավոր է, ինչ արդար է, ինչ մաքուր է, ինչ սիրելի է, ինչ գովելի է, ինչ արժանավոր է եւ գովաբանության, դրա մասին մտածեք։ Պատկերացրեք, թե ինչպես կփոխվեր ձեր աշխարհը, եթե սա դառնար ձեր մեդիտացիան։ Պատկերացրեք, թե ինչպես եք սկրոլանում կյանքը եւ հարցնում. սա սնում է իմ հավատքը, թե իմ վախը։ Որովհետև ամեն հայացք սերմ է եւ ամեն սերմ բերում է պտուղ։ Փակեք աչքերը եւ մտածեք, թե ինչ պատկերներ, խոսքեր, ազդեցություններ են ձևավորել ձեր սիրտը վերջին ժամանակներում։ Դրանք տանում են դեպի խաղաղություն, թե ճնշում։ Աստծո իմաստությունը պարզ է։ Եթե ձեր աչքերը թափառում են, ձեր սիրտը նույնպես կթափառի, բայց եթե հայացքը կայուն է, քայլերը կլինեն ամուր։ Հետևաբար ասված է. թող քո աչքերը ուղիղ նայեն։ Ժամանակն է վերակառուցել։ Ոչ միայն պահպանեք սիրտը որպես զինվոր, ուղղեք աչքերը որպես նկարիչ։ Ընտրեք, թե ինչ գեղեցկություն է լցնում ձեր կադրը։ Ընտրեք, թե ինչ ճշմարտությունն է մտնում ձեր մտքի մեջ։ Ընտրեք, թե ինչ պատմություններն են ձևավորում ձեր հոգին։ Ահա ձեր հրավերը այս շաբաթվա համար։ Արեք մեկ փոքր, բայց համարձակ փոփոխություն, պաշտպանելու կենտրոնացումը։ Գուցե հեռացնել հավելվածը, սահմանել էկրանի ժամանակի սահմանափակում կամ գիշերային սկրոլինգը փոխարինել գրությամբ եւ աղոթքով։ Գրեք մեկնաբանություններում. ես ընտրում եմ հետևել շեղումներից եւ հետևել Հիսուսին։ Սա հանրային քայլ է, հայտարարություն, որ ձեր ուշադրությունը այժմ պատկանում է նրան։ Ճշմարտությունն այն է, որ դուք ստեղծված չեք կիսատ կենտրոնացված, կիսատ լցված ապրելու համար։ Դուք ստեղծված եք նայելու Աստծո փառքի դեմքին եւ արտացոլելու այն աշխարհում։ Որքան պարզ տեսնեք նրան, այնքան պարզ կտեսնեք մնացած ամեն ինչ։ Պահպանեք սիրտը ոչ վախից, այլ ազատությունից։ Ուղղեք աչքերը ոչ թե գեղեցկությունից խուսափելու, այլ հավերժականը գտնելու համար։ Աշխարհում, որը լցնում է ձեր հայացքը աղմուկով, համարձակվեք կենտրոնանալ նրա վրա, ով ստեղծել է ձեր տեսողությունը։ Եթե սա դիպավ ձեզ գրեք, իմ աչքերը քեզ վրա են Տիրոջ, որովհետև երբ ձեր հայացքը ֆիքսված է նրա վրա, ձեր սիրտը հետևում է նրան, եւ մնացած ամեն ինչ գեղեցիկ դասավորվում է։ Դանիելի վճռականությունը։ Կենտրոնացումը Բաբելոնում։ Պատկերացրեք, որ ձեզ երիտասարդ տարիքում տարել են տնից։ Ձեր քաղաքը ավերակներում է, տաճարը ավերված է, լեզուն խլված։ Ապագան վերաշարադրված է օտար կայսրության կողմից։ Դուք հեռու եք ընտանիքից, սովորական երկրպագությունից, շրջապատված կուռքերով եւ գայթակղություններով։ Եվ ձեզ ասում են, որ ձեր ինքնությունը այժմ պետք է ծառայի Բաբելոնի թագավորին։ Սա Դանիելի իրականությունն էր։ Բայց ասված է, Դանիելը դրեց իր սրտում, թագավորի կերակուրներով եւ գինիով, որ նա խմում էր։ Դրեց բառը հնչում է որպես արձագանք։ Սա նշանակում է, որ նա որոշում է կայացրել նախքան ճնշումը գալը։ Նա չսպասեց մինչև գայթակղությունը հայտնվեր իր սեղանին։ Դանիելի կենտրոնացումը ձևավորվել էր նախապես։ Նա որոշեց սրտում. ինչ էլ պատահի, ես պատկանում եմ Աստծուն։ Սա աստվածաշնչյան կենտրոնացման հիմքն է, նախնական որոշումներ, որոնք ձևավորում են ձեր ուղղությունը նախքան փորձության գալը։ Պատկերացրեք տեսարանը։ Դանիելը մոտ 16-17 տարեկան է։ Նա երիտասարդ է, խելացի, գեղեցիկ, ընտրված թագավորական ծառայության համար։ Նրան բերում են Բաբելոնի պալատ, որտեղ ամեն ինչ փայլում է ոսկով եւ առատությամբ։ Սեղանը ծանրաբեռնված է կերակուրներով, գինիներով, մսով, նվիրված կուռքերին։ Շատերի համար սա հնարավորություն էր թվում, Դանիելի համար փոխզիջում։ Մանկությունից նրան սովորեցրել էին, որ կուռքերին նվիրված սնունդը անմաքուր է, բայց ինչպես պահպանել համոզմունքը լինելով գերին թագավորական պալատում։ Ինչպես մնալ հավատարիմ, երբ մշակույթը պարգևատրում է ճգնությունը եւ ծիծաղում է համրության վրա։ Դանիելը ցույց է տալիս ճանապարհը։ Նա որոշեց։ Այս մեկ որոշումը դարձավ ոսպնյակ, որով նա նայում էր մնացած ամեն ինչին։ Նա վախկից կաշեց, որպեսզի հետո չստիպվի դա անել։ Երբ մշակույթը ճնշում էր, նրա սահմանները արդեն կառուցված էին։ Եվ ահա ինչն է հետաքրքիր. Դանիելի կենտրոնացումը ոչ թե համառ հպարտություն էր, այլ սուրբ ռիթմ։ Հետագայում, երբ Բաբելոնի կայսրությունը ընկավ, երբ պարսկականը բարձրացավ, Դանիելը մնաց անսասան։ Ինչպես ասված է, նա աղոթում էր օրական 3 անգամ, դեմքը դարձնելով Երուսաղեմին՝ առավոտ, կեսօր, երեկո։
Նա շրջվում էր դեպի ավերված քաղաքը երկրպագելու կենդանի Աստծուն։ Երուսաղեմի պատերը կարող էին ավերված լինել, բայց Դանիելի ռիթմը պահպանում էր նրա հավատքը անխախտ։ Ժամանակակից լեզվով Դանիելն ուներ անսասան սկզբունքներ, սուրբ սովորություններ, որոնք պահում էին նրան, երբ ամեն ինչ շուրջը թափահարվում էր։ Նրա արտաքին աշխարհը փոխվում էր, բայց ներքին ռիթմը երբեք։ Հետևաբար, երբ նախանձախնդիր պաշտոնյաները փորձեցին բռնել նրան, արգելելով աղոթքը, Դանիելը չխուճապվեց եւ չպլանավորեց փոխարինողներ։ Նա պարզապես շարունակեց անել այն, ինչ միշտ անում էր։ Հրամանը ասում էր. «Դադարեցրու աղոթել»։ Դանիելը պատասխանեց. «Ես արդեն որոշել եմ։ Սա է կենտրոնացումը։ Իսկ ձեր Բաբելոնը ինչ է։ Գուցե ձեր աշխատանքը, դպրոցը, սոցիալական ցանցերի լրահոսը, մշակույթը, որը ասում է. խառնվիր, առանձնացիր, մի ընդունի հավատքը չափազանց լուրջ»։ Աշխարհը միշտ չէ, որ ճնշում է սպառնալիքներով, երբեմն այն հանգստացնում է հարմարավետությամբ։ Բաբելոնը միշտ չէ, որ այրում է կուռքերը հրապարակներում։ Նա հանգիստ շեղում է, մինչ դուք չեք մոռանում, թե ինչ է սուրբ։ Ինչ եք արդեն որոշել ձեր սրտում հաջորդ փորձությունից առաջ։ Ինչ գիծ եք քաշել։ Ոչ վախից, այլ նախանձախնդրությունից։ Գրեք մեկնաբանություններում։ Գուցե ես չեմ գնա փոխզիջման ազնվության հետ, նույնիսկ եթե դա թանկ կարժենա ինձ։ Կամ ես կաղոթեմ նախքան տեղադրելը, կամ ես կսկսեմ օրը խոսքով, չնայած ամեն ինչին։ Սրանք ոչ թե փոքր պարտավորություններ են, այլ գոյատևման կոդեր շեղված սերնդի համար։ Դանիելի պատմությունը ապացուցում է, որ կենտրոնացումը ծնվում է ոչ միայն կամքի ուժից, այլ երկրպագությունից։ Նա ոչ միայն ասաց ոչ բաբելոնյան սննդին, նա ասաց այո Աստծո ներկայությանը։ Նրա սիրտը դատարկ չէր, այն լիքն էր։ Դուք չեք կարող դիմակայել աշխարհի ճնշմանը, եթե լցված չեք ինչ-որ ավելի մեծ բանով։ Ահա թե ինչու նրա ամենօրյա աղոթքն այդքան կարևոր էր։ Դա ծիսակարգ չէր, դա թարմացում էր։ Օրական 3 անգամ Դանիելը հիշեցնում էր իր հոգուն. Աստված դեռ գահի վրա է, նույնիսկ եթե ես Երուսաղեմում չեմ։ Պատկերացրեք տեսարանը։ Հրամանագիրը ստորագրված է. ով որ աղոթի որևէ մեկին բացի Դարիոս թագավորից, կգծվի առյուծների փոսը։ Պատուհանները բաց են, քաղաքը սպասում է։ Կկոտրվի այս աքսորյալ ծերունին, թե կխոնարհվի։ Բայց Դանիելը ծնկի է իջնում առանց խուճապի, առանց թաքստոցի, առանց բանակցությունների։ Միայն մարդու հանգիստ ձայնը, որ աղոթում է իր տանը։ Նա չի թույլ տալիս, որ առյուծների վախը գերակշռի իր կենտրոնացումը Տիրոջ վրա։ Եվ գիտեք ինչ, Աստված Դանիելին չփրկեց առյուծների փոսից, բայց փակեց առյուծների բերանները նրա մեջ։ Սա սուրբ կենտրոնացման գաղտնիքն է։ Երբեմն Աստված չի հեռացնում փորձությունները, նա ցույց է տալիս իր զորությունը դրանց միջոցով։ Գուցե դուք հիմա ձեր առյուծների փոսում եք, մշակույթի ճնշման տակ, շրջապատված փոխզիջումներով, գայթակղվում եք թողնել ձեր համոզմունքները։ Մի հանձնվեք, մի խոնարհվեք, որոշեք փորձությունից առաջ, ստեղծեք ռիթմեր ճնշումից առաջ։ Դանիելը չսկսեց աղոթել, երբ եկավ դժվարությունը։ Դժվարությունը գտավ նրան աղոթող։ Սա հրավեր է մեզ այսօր, անցնելու զգացմունքային որոշումներից դեպի հավերժական կանոնադրություններ։ Աշխարհը ապրում է իմպուլսներով, արքայությունը մտադրություններով։ Ինչ է ձեր մտադրությունը այս շաբաթվա համար։ Ինչ է ձեր նախնական որոշումը։ Սուրբ այո Աստծուն, որը կուղորդի յուրաքանչյուր ոչը փոխզիջմանը։ Գրեք, կիսվեք, արտասանեք, որովհետև այն, ինչ հայտարարում եք աշխարհում, կաջակցի ձեր ճնշման մեջ։ Վավիլոնում կենտրոնացումը պահպանելու գաղտնիքն այն է, որ ձեզ հարկավոր չէ գոռալ ձեր հավատքի մասին։ Պետք է ապրել դրանով հանգիստ եւ հետևողականորեն։ Ձեզ հարկավոր չէ հաղթել յուրաքանչյուր վեճում, պետք է մնալ արմատավորված ճշմարտության մեջ։ Դանիելը չհաղթեց կայսրությունները ուժով, նա ազդեց դրանց վրա հավատարմությամբ։ Նա ծառայեց 4 թագավորների, որովհետև նրա կենտրոնացումը երբեք չշեղվեց իսկական թագավորից։ Այսպիսով քաջ եղեք, դուք կարող եք ծաղկել Վավիլոնում առանց դառնալու Վավիլոն։ Դուք կարող եք ապրել շեղված մշակույթում առանց կորցնելու նախանձախնդրությունը։ Նույն հոգին, որ ամրացրեց Դանիելին, ապրում է ձեր մեջ։ Ընտրեք մեկ ռիթմ, որը հիշեցնում է ձեզ, թե ով եք դուք։ Գուցե օրական 3 անգամ աղոթքը, ինչպես Դանիելը։ Գուցե ամեն առավոտ 1 սաղմոս կարդալը, կամ հեռախոսը անջատել 10 րոպեով, որպեսզի դառնաք ձեր Երուսաղեմին, Աստծո ներկայությանը։ Գրեք մեկնաբանություններում ձեր որոշումը։ Ես որոշել եմ։ Թող աշխարհը իմանա, որ ձեր կենտրոնացումն այլևս քննարկման առարկա չէ։ Երբ ընդունում եք սուրբ նախնական որոշումներ, հանկարծակի ճնշումը չի կարող խախտել ձեզ։ Երբ աշխարհը գայթակղում է փոխզիջումով, երկինքը ճանաչում է ձեր քաջությունը։ Նույն Աստվածը, որ հանդիպեց Դանիելին պալատում եւ առյուծների փոսում, կհանդիպի ձեզ այնտեղ, որտեղ դուք կանգնացեք։ Մեկ բանը Պողոցի մոտ։ Եթե ձեզ հարցնեին, թե ինչն է շարժում ձեր կյանքը, ինչ կասեիք։
Ձեր կարիերայի, երազանքների, պարտականությունների, թե անվերջ գործերի ցանկի մասին, որոնք փորձում եք հավասարակշռել։ Այսօր մարդկանց մեծամասնությունը ապրում է ցրված էներգիայով, պատառոտվելով բոլոր ուղղություններով, փորձելով հետևել ամեն ինչին եւ բոլորին։ Բայց Պողոս առաքյալը, ով նախկինում հետապնդում էր կրոնը, հավակնությունները եւ ճանաչումը, բացահայտեց ինչ-որ արմատական բան։ Կենտրոնացումը գալիս է ոչ թե ավելի շատ գործերից, այլ ավելի քիչից, բայց վճռականորեն արվածից։ Նա ասաց. «Մեկ բան եմ անում, մոռանալով հետինը եւ առաջ ձգտելով, ձգտում եմ դեպի նպատակը, դեպի վերին կոչի պատիվը Աստծո մեջ, Քրիստոս Հիսուսով»։ Նկատեք պարզությունը. մեկ եմ անում, ոչ թե 10, ոչ 5, մեկը։ Պողոսը կրճատեց իր կյանքը մեկ նպատակի՝ ճանաչել Քրիստոսին եւ արտացոլել նրան։ Մնացած ամեն ինչ, նրա մրցանակները, ափսոսանքները, հեղինակությունը դարձան աղբ։ Պատկերացրեք Պողոսի աշխարհը, նա լողափում չէր նստած գրում խաղաղության մասին մտքեր, նա բանտուն էր, շղթաներով, պահեկի տակ, անորոշ ապագայով, բայց այդ նեղ սառը խցում նրա սիրտը բաց եւ կենտրոնացած էր։ Աշխարհը խլեց նրանից ամեն ինչ բացի մեկ բանից, եւ այդ մեկ բանը բավարար էր։ Համեմատեք դա մեզ հետ, վազելով ժամանակակից կյանքով, աղմկող ծանուցումներով, մոտեցող դեդլայններով, հետևից հետապնդող ափսոսանքներով եւ առջևից սպասող հոգսերով։ Մենք անվերջ սկրոլ ենք անում, չափազանց հեշտ ենք ասում այո եւ զարմանում, թե ինչու են մեր հոգիները հյուծված։ Պողոսի խոսքերը դարերի միջով արթնացման զանգ են, մոռանալով հետինը, առաջ ձգտելով։ Պատկերացրեք Պողոսին պերգամենտը ձեռքին, մտածելով անցյալի մասին։ Նա տեսնում է երկու տեսակի հիշողություններ, ափսոսանքներ եւ մրցանակներ։ Ափսոսանքներ այն տարիների համար, երբ որպես ֆարիսեցի հետապնդում էր քրիստոնյաներին։ Մրցանակներ այն տարիների համար, երբ եկեղեցիներ հիմնվեցին եւ հրաշքներ տեղի ունեցան։ Բայց նա նայում է երկուսին էլ եւ ասում. «Ոչինչ դրանից այլևս չի որոշում ինձ»։ Սա հզոր է։ Նա մոռանում է ոչ միայն իր անհաջողությունները, այլև հաջողությունները։ Ինչու՞, որովհետև երկուսն էլ կարող են շեղել։ Ափսոսանքները պահում են մեղքի զգացումով, մրցանակները հպարտությամբ։ Երկուսն էլ ստիպում են հետ նայել, երբ Աստված կանչում է առաջ։ Ինչ է պահում ձեր ուշադրությունը անցյալից։ Մի բան, որ գողանում է կենտրոնացումը ձեր ներկա կոչից։ Գուցե սխալ, որը չեք կարողանում ներել ինքներդ ձեզ, կամ ձեռքբերում, որը չափազանց եք վերարժեքրում, որովհետև այն ստիպում է ձեզ զգալ նշանակալի։ Գրեք մեկնաբանություններում. «Ես թողնում եմ հետինը»։ Ասեք դա որպես հավատքի գործողություն, որովհետև թողնելով անցյալը, դուք տարածություն եք ստեղծում Աստծո նոր գործի համար։ Պողոսի կենտրոնացումը ծնվեց ոչ թե հարմարավետությունից, այլ կորուստներից։ Նա ուներ հպարտանալու պատճառներ՝ Գամալիելի մոտ կրթություն, նախանձախնդրություն, օրենքով անարածություն, բայց նա ասում է. «Ամեն ինչ համարում եմ կորուստ Քրիստոս Հիսուս իմ Տիրոջ գերազանց իմացության համար»։ Նա աուդիտ է անցկացնում իր կյանքի, պահելով այն ամենը, ինչ հետապնդել է, եւ հարցնելով. «Սա պարզապես լավ է, թե Աստծուց է»։ Սա հոգևոր կենտրոնացման գաղտնիքն է։ Այս շաբաթ արեք ձեր Պողոսյան աուդիտը։ Վերցրեք թղթի թերթ եւ գրեք 3 գործողություն։ Այն, ինչ զբաղեցնում է ձեր ժամանակը, էներգիան, սիրտը։ Հետո աղոթքով գցեք այն, ինչ լավ է, բայց ոչ Աստծուց։ Գուցե դա հոբի է, որը դարձել է մոլուցք, աշխատանքի նպատակ, որը սնում է ձեր հպարտությունը, կամ հարաբերություններ, որոնք հեռացնում են ձեզ առաքելությունից։ Անկեղծ եղեք եւ գծելիս շշնջացեք. «Ես ընտրում եմ բարի մասը»։ Այս արտահայտությունը մեկ այլ կենտրոնացված հետևորդի՝ Բեթանիայի Մարիամի մոտից է։ Երբ նա նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, Մարթան բողոքում էր, որ նա չի օգնում, բայց Հիսուսն ասաց. «Մարիամն ընտրել է բարի մասը, եւ այն չի խլվի նրանից»։ Սա այն է, ինչ Պողոսն ասում է այլ խոսքերով։ Նա ընտրում է հավերժականը ժամանակավորի փոխարեն, էականը ավելորդի։ Նման կենտրոնացումը կոշտ է թվում, որովհետև այդպիսին է։ Ձեզ հարկավոր կլինի կտրել այն, ինչ ձեզ դուր է գալիս, որպեսզի պաշտպանեք այն կյանքը, որ Աստված աճեցնում է ձեր մեջ։ Այգեպանը կտրում է ոչ միայն մեռած ճյուղերը, այլև առողջները, որովհետև նույնիսկ լավ աճը կարող է չափազանց մեծանալ։ Աստծո կտրումը սերն է քողարկված։ Պողոսի կյանքը ցույց է տալիս, թե ինչ պտուղ է բերում դա։ Հենց որ նրա կենտրոնացումը կրճատվեց, նրա ազդեցությունը պայթեց։ Նա գրեց նամակներ, որոնք ձևավորեցին պատմությունը, խրատեց երիտասարդ առաջնորդներին, գրեց ավետարանը ավելի հեռու, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել, ամեն ինչ բանտերում կամ հալածանքներում։ Ինչպես, երբ ձեր տեսլականը համապատասխանում է Աստծո տեսլականին, ձեր սահմանափակումները չեն կարող կանգնեցնել ձեր ժառանգությունը։ Ինչ է խցանում ձեր կոչը, ինչ է լցնում ձեր օրացույցը, բայց հյուծում հոգին։ Ինչ եթե դադարեք փորձել ամեն ինչ անել Աստծո համար եւ սկսեք անել մեկ բան, որի մասին նա խնդրել է։ Կենտրոնացման թշնամին միշտ չէ, որ անհաջողությունն է, դա շեղումն է, քողարկված արդյունավետության տակ։ Պողոսը շարժումը չէր շփոթում առաջընթացի հետ։ Նա չվազեց առանց նպատակի, հետապնդելով յուրաքանչյուր հնարավորություն կամ վեճ։ Նրա ուղղությունը մտադիր էր, ձգտում եմ դեպի
նպատակը։ Սա վազորդի պատկեր է, առաջ թեքված, աչքերը ֆիքսված եզրագծի վրա, առանց ուշադրություն դարձնելու աղմուկին։ Գուցե վերջին ժամանակներում դուք շրջաններ եք վազում, սպաղված, բայց ոչ պտղաբեր, հոգնած, բայց ոչ լցված։ Աստծո կանչն այսօր մեղմ է, բայց պարզ։ Պարզեցրեք, կտրեք ձեր գործողությունները, մինչև մնա միայն այն, ինչ ցույց է տալիս նրան։ Ձեզ հարկավոր չեն 100 նպատակներ, պետք է 1 սուրբ ուղղվածություն։ Ահա ձեր առաջադրանքը շաբաթվա համար։ Գտեք 10 հանգիստ րոպե։ Հարցրեք Աստծուն. «Ինչ մեկ բան ես խնդրում ինձ այս եթերում»։ Միշտ տապեք պատասխանը։ Գուցե դա աղոթքի խորացումն է, ինչ որ մեկի հետ հաշտվելը կամ ավելի փոքր հավատացյալին խրատելը։ Գրեք դա, նվիրաբերվեք դրան եւ պահպանեք այն կատաղիորեն, որովհետեւ պարզությունը պահանջում է քաջություն։ Գրեք մեկնաբանություններում որպես կենտրոնացման հայտարարություն. «Ես ընտրում եմ բարի մասը»։ Սա ձեր ձևն է ասելու. «Ես հոգնել եմ ցրված լինելուց, ես պատրաստ եմ կենտրոնացված լինել»։ Պտղաբեր կյանքի գաղտնիքը ոչ թե ավելի շատ ունենալն է, այլ ավելի քիչը ցանկանալը։ Ոչ թե ամեն ինչի հետապնդումը, այլ մեկի ընտրությունը։ Երբ ձեր կյանքը կրճատվում է մինչև Քրիստոս, ձեր ազդեցությունը ընդլայնվում է հավերժության համար։ Նեեմիա. Ես չեմ իջնի։ Պատկերացրեք կեսօր հին Երուսաղեմում։ Արևը այրում է անավարտ պատերի վրա։ Փոշի է բարձրանում, մինչ մարդիկ կոշտ ձեռքերով բարձրացնում են ծանր քարեր։ Մուրճերը խփում են, քրթինքը կաթում է, վճռականությունը գոռում է օդում։ Բայց հեռավոր բլրերից ձայներ են հնչում։ Նեեմիա, իջիր, եկ խոսենք։ Սա հնչում է քաղաքավարի, նույնիսկ դիվանագիտորեն, բայց նրանց հրավերի հետևում թաքնված է սաբոտաժ։ Եվ Նեեմիան, կառավարիչ, հավասար չափով վճռականությամբ եւ աղոթքով պատասխանում է ամենակենտրոնացված արտահայտություններից մեկով. Ես զբաղված եմ մեծ գործով եւ չեմ կարող իջնել։ Մտածեք դրա մասին։ Ես չեմ կարող իջնել։ Նա չի ասում, որ չափազանց զբաղված է։ Նա ասում է, որ չափազանց կոչված է։ Սա սուրբ կենտրոնացման ձայն է։ Ոչ հպարտություն, այլ ներդաշնակություն։ Նեեմիան գիտեր այն, ինչ մենք հաճախ մոռանում ենք։ Ամեն այո շեղմանը ոչ է կոչին։ Պատկերացրեք այս պատը այսօր, ոչ թե քարից, այլ առաջնահերթություններից։ Ձեր պատը ձեր կոչն է, ընտանիքի դաստիարակումը, բիզնեսի կառուցումը ազնվությամբ, ծառայության ղեկավարումը կամ ապաքինումը նրանից, ինչ գրեթե կոտրել է ձեզ։ Դուք կառուցում եք ինչ-որ սուրբ բան, բայց ինչպես Նեեմիան, լսում եք ձայներ բլրերից, ծանուցումներ, բամբասանքներ, անվերջ առաջադրանքներ, հնարավորություններ, որոնք թվում են լավ, բայց հեռացնում են Աստծուց։ Նեեմիայի թշնամիները կոչվում էին Սամբալաթ եւ Թովիա, մեր օրները, համեմատություն, զբաղվածություն, վախը բաց թողնելու։ Նրանց ռազմավարությունը չի փոխվել։ Նրանք չեն հարձակվում պատի վրա ուղղակիորեն, նրանք շեղում են շինարարին։ Թշնամու ամենաարդյունավետ զենքը ընդհատումն է, քողարկված կարևորության տակ։ Պատկերացրեք կրկին, Սուրհանդակը վազում է Նեեմիայի մոտ անտառապատում։ Նորից կանչում են քեզ։ Նեեմիան նայում է ներքևի աղմուկին, հետո վերև երկնքին եւ պատասխանում հանգիստ վճռականությամբ. Ես զբաղված եմ մեծ գործով եւ չեմ կարող իջնել։ Այս արտահայտությունը ոչ միայն պատերի մասին է, այլ սահմանների մասին, այն մասին, թե ինչն է արժանի ձեր էներգիային, իսկ ինչը ոչ։ Հարցրեք ինքներդ ձեզ. ինչն է փորձում քաշել ձեզ ներքև։ Ինչ խոսակցություն, սովորություն, մեղքի զգացում կամ փայլուն շեղում շարունակում է կանչել ձեր անունը, երբ պետք է կառուցեք։ Գրեք մեկնաբանություններում. Ես հրաժարվում եմ իջնել։ Ասեք դա բարձրաձայն, եթե պետք է։ Դուք պարտավոր չեք լնել հասանելի յուրաքանչյուրին, երբ Աստված տվել է ձեզ առաջադրանք։ Ինչն է Նեեմիայի կենտրոնացումը դարձնում այդքան խոր։ Այն սնվում էր ոչ թե համառությամբ, այլ աղոթքով։ Ավելի վաղ նա լաց էր լինում տիրուջ առջև ավերված պատերի համար, բայց հրաժարվում է իջնել մանր վեճելի մեջ։ Երբեմն սրբությունը հնչում է որպես ոչ։ Մեզ սովորեցրել են տեսնել ոչը որպես բացասական, բայց Աստծո արքայությունում սրբագործված ոչը պաշտպանում է ձեր սուրբ այոն։ Դուք չեք կարող այո ասել յուրաքանչյուր կարիքավորին, նախագծին, պահանջին եւ ակնկանել, որ ձեր հոգին կմնա կենտրոնացած։ Պատմության ամենաօծված մարդիկ գիտեին, թե ինչպես պաշտպանել իրենց կոչը կտրելով օրացույցը։ Մտածեք Հիսուսի մասին։ Բազմությունները ճնշում էին նրան, պահանջները կուտակվում էին, բայց նա հաճախ հեռանում էր մենակության վայրեր աղոթելու։ Սա անփութություն չէ, դա իմաստություն է։ Նույնիսկ Աստծո որդին ոչ էր ասում մարդկանց, որպեսզի այո ասի հորը։ Վաղ անապատի հայրերը, երբ աշխարհը բարձրաձայն էր դառնում, հեռանում էին անապատի լռության մեջ։ Ոչ թե փախչելու, այլ կենտրոնանալու համար։ Նրանք կառուցում էին ուշադրության ցանց, ամենօրյա ռիթմ աղոթքի, աշխատանքի եւ հանգստի, որը պահում էր նրանց սրտերը երկնքին ուղված։ Դուք նույնպես կարող եք կառուցել ձեր ցանցը ոչ թե վանքում, այլ այնտեղ, որտեղ եք։ Գուցե առավոտյան Սուրբ գրքի ընթերցում սկրոլ անելուց առաջ, կամ կեսօրին դադար 5 րոպե շնչառություն եւ աղոթք շտապողականության մեջ խեղդվելու փոխարեն, կամ երեկոյան քննություն օրվա ակնկալ Աստծո հետ։ Հարց. որտեղ եմ այսօր տեսել քո ձեռքը։
Այս փոքր պրակտիկաները օրենսդրություն չեն, դրանք փրկարար պարաններ են։ Այս շաբաթ փորձեք ստեղծել օրվա մեջ 3 սուրտ կանգառներ։ Առավոտյան շշնջացեք. Ես կսում եմ քեզնից։ Կեսօրին ես կանգ եմ առնում քեզ հետ։ Քնելուց առաջ ես ավարտում եմ քեզ հետ։ Սա ձեր ցանցն է, ձեր ձևը ասելու ես չեմ իջնի դեպի շեղումները, որոնք գողանում են քո խաղաղությունը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում Նեեմիայի պատմության մեջ։ Նրա մերժումից հետո թշնամիները դադարում են փորձել։ Նրանք ուղարկում են եւս 4 հաղորդագրություն, բայց Նեեմիան մնում է անսասան։ Կենտրոնացումը չի նշանակում, որ շեղումները անհետանում են, նրանք պարզապես կորցնում են իշխանությունը ձեր վրա։ Երբ սովորում եք ասել սուրբ ոչը, դուք ձեռք եք բերում ուժ ավարտելու մեծ գործը։ Եվ ահա լավագույնը, մինչ Նեեմիան մնում էր պատին, Աստված զբաղվում էր ներքևում կատարվողով։ Պատը ավարտվեց 52 օրում, հրաշք կենտրոնացման եւ հավատքի։ Սա այն է, ինչ անում է Աստված, երբ դուք մնում եք ձեր գոտում։ Նա պայթարում է աղմուկի հետ, մինչ դուք ավարտում եք աշխատանքը։ Ինչ է ձեր պատը հիմա։ Ինչ մեծ գործ է տվել ձեզ Աստված։ Գուցե երեխաների դաստիարակումը, նոր բանի սկիզբը կամ հին վերքերի ապաքինումը։ Գուցե աղոթքին վերադառնալը երկար լռությունից հետո։ Անվանեք դա, որովհետև ձեր պատն անվանելով կհասկանաք, թե ինչի համար արժե մնալ եւ ինչի համար չարժե իջնել։ Ոչ ասելը անհարմար է։ Դուք կհիասթափեցնեք որոշ մարդկանց, կբաց թողնեք ինչ-որ բան, որ թվում է շտապողական։ Բայց ամեն անգամ պաշտպանելով ձեր կենտրոնացումը հայտարարում եք, որ Աստծո կանչն ավելի կարևոր է ուրիշների կարծիքներից։ Ահա մարտահրավերը այս շաբաթվա համար։ Ընտրեք մեկ մեղմ ցանց, որը կօգնի ձեզ մնալ պատին։ Գուցե հեռախոսը դնել այլ սենյակում աղոթքի ժամանակ, գրել առաջնահերթությունները առաջադրանքներից առաջ կամ ընտրել հանգիստը շտապողականության փոխարեն։ Հետո, երբ կան շեղումները, բարձրաձայն ասեք Նեեմիայի խոսքերը. Ես զբաղված եմ մեծ գործով եւ չեմ կարող իջնել։ Գրեք մեկնաբանություններում ձեր ցանցը, ձեր ռիթմը, ձեր նոր սահմանը։ Թող մեկնաբանությունները լցվեն սուրբ կենտրոնացման հայտարարություններով. Ես չեմ իջնի, իմ գործը չափազանց մեծ է, որովհետև դուք կառուցում եք ինչ-որ սուրբ բան։ Թշնամին չի կարող ավերել ձեր պատը, բայց կարող է շեղել ձեր սիրտը։ Մի տվեք նրան այդ հաճույքը, մնացեք ամուր, աղոթող, կենտրոնացված։ Նույն Աստվածը, որ ամրացրեց Նեեմիայի ձեռքերը, կամրացնի ձեր ձեռքերը։ Եվ մի օր, նայելով հետ այնինչ կառուցել եք, ընտանիք, հավատք, համբերություն, կշշնչաք սուրբ գոհունակությամբ, արժեր էր, Հիսուսի իկոն, խաղաղություն գործընկերության միջոցով։ Դուք զգում եք դա ձեր մարմնում, նոր օրվա ճնշումը։ Զարթուցիչը զանգում է, հեռախոսը վառվում է, միտքը շտապում է առաջ, նախքան ոտքերը հատակին դիպչեն։ Հանդիպումներ, նամակներ, գործեր, դեդլայններ, սպասումներ։ Ժամանակակից կյանքը գոռում է այնպիսի արագությամբ, որ հոգին ստեղծված չէ դիմակայելու։ Բայց այդ աղմուկի միջով հնչում են Հիսուսի խոսքերը. Գայք իմ մոտ բոլոր հոգնածներն ու ծանրաբեռնվածները, եւ ես կհանգստացնեմ ձեզ։ Վերցրեք իմ իգոն եւ սովորեք ինձնից, որովհետեւ ես հեզ եւ խոնար եմ սրտով, եւ կգտնեք հանգիստ ձեր հոգիների համար։ Պատկերացրեք այս պատկերը. Իգո երկու եզներ, որոնք միասին են գնում ռիթմով։ Մեկը փորձառու է, մյուսը սովորում է։ Ավելի փոքրը չի սահմանում տեմպը, նա պարզապես քայլում է վարպետի հետ համաձայն։ Սա այն է, ինչի է Հիսուսը հրավիրում մեզ։ Ոչ թե այրման կրոն, ոչ թե հոգևոր կատարյալություն, այլ սուրբ աշակերտություն, շարժվել նրա տեմպով, ոչ թե մերով։ Աշխարհը փարաբանում է կատարյալությունը եւ արդյունավետությունը, չափում է արժեքը ձեռքբերումներով, արագությամբ, ուրիշների վրա տպավորություն թողնելով։ Բայց Հիսուսը երբեք չի ասել. «Եղեք հաջողակ»։ Նա ասել է. «Հետևեք ինձ»։ Արքայության կենտրոնացումը ոչ թե արդյունավետության մեջ է, այլ մերձավորության մեջ։ Պատկերացրեք Հիսուսին, փոշոտ ճանապարհներով քայլելիս, այրող արևի տակ։ Բազմությունները ճնշում են, կարիքները շրջապատում են, ընդհատումները մշտական են, բայց նա երբեք չի շտապում։ Երբ հայրն ընտրում է բուժել մահամերձ դուստերը, Հիսուսը կանգ է առնում նկատելու կնոջը, ով դիպչեց նրա հագուստին։ Երբ աշակերտները վիճում են մեծության մասին, նա լվանում է նրանց ոտքերը։ Երբ փոթորիկը բուռն է ծովում, նա քնում է։ Նա երբեք չի ցրվում, չի շտապում, չի դուրս գալիս հոր հետ ռիթմից։ Եվ նա ասում է ձեզ. «Վերցրեք իմ իգոն, սովորեք ինձնից»։ Իգոն թվում է լրացուցիչ աշխատանք, բայց Հիսուսը շրջում է իմաստը։ Նրա իգոն ոչ թե ծանրաբեռնվածություն է, այլ հավասարակշռիչ։ Այն պահում է ձեզ աստվածային ռիթմում։ Սա ոչ թե շղթա է, այլ կադենցիա։ Հանգիստը, որ առաջարկում է Հիսուսը, ոչ թե պարապություն, այլ ճիշտ գործեր, ճիշտ ժամանակին, ճիշտ սրտով։ Կատարյալությունը ցրում է ձեր կենտրոնացումը, ներկայությունը հավաքում է այն։ Կատարյալիստը ձեր մեջ ուզում է ամեն ինչ ուղղել, ապացուցել իրեն, համապատասխանել անհնարին չափանիշներին։ Սա ծանր իգո է, ես։ Բայց ներկայությունը, գիտակցումը, որ Աստված ձեզ հետ է հենց հիմա, ազատում է ձեզ շնչել, նկատել, սիրել։ Սա թեթև իգոն է, որ խոստացել է Հիսուսը։ Ինչ եթե դադարեք շտապել օրվա միջով եւ սկսեք քայլել նրա հետ, պահ առ պահ, շունչ առ շունչ, ինչպես աշակերտը,
որ քայլում է ուսուցչի հետ համաձայն։ Պատկերացրեք առավոտը, որ սկսվում է ոչ թե հարցով «Ինչ պետք է անեմ այսօր», այլ «Տեր, ինչ ես անում այսօր եւ ինչպես կարող եմ միանալ»։ Ահա որտեղ է օգնում պարզ պրակտիկան, որ հին սրբերն անվանում էին շարժիչ աղոթքներ։ Սրանք կարճ դադարներ են օրվա կարևոր պահերին, երբ արթնանում եք, գնում եք աշխատանք, հանդիպումից առաջ, քնելուց առաջ, ամեն շարժիչ դառնում է շրջադարձային կետ, որտեղ շշնջում եք. «Ես համաձայն եմ Տեր»։ 3 բառ, որոնք փոխում են ամեն ինչ։ Դուք չեք խնդրում հրաշք այդ պահին, դուք հավասարեցնում եք ձեր տեմպը նրա հետ։ Ասում եք. «Ես ընտրում եմ քո ռիթմը իմ շտապողականության փոխարեն»։ Փորձեք հենց հիմա։ Խոր շունչ քաշեք եւ բարձրաձայն ասեք. «Ես համաձայն եմ Տեր»։ Զգացեք, թե ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ թողնում եք սեղմելու եւ արտադրելու կարիքը։ Հիմա պատկերացրեք, որ այս 3 բառը հյուսում եք ձեր օրվա մեջ։ Խցանում եք կանգնած. «Ես համաձայն եմ Տեր»։ Եկավ նյարդայնացնող նամակ. «Ես համաձայն եմ Տեր»։ Ընկերը պահանջում է ավելի շատ ժամանակ, քան պլանավորել եք. «Ես համաձայն եմ Տեր»։ Երազանքը ձգձգվում է. «Ես համաձայն եմ Տեր»։ Սա հանձնվել չէ, սա հարաբերություններ են։ Դուք չեք հրաժարվում, դուք ձեզ եք հանձնում այն ուղղորդչին, ով քայլում է կողքին։ Իսկական կենտրոնացումը ոչ միայն ուշադրության կառավարումն է, այլ կապվածությունների կառավարումը։ Ձեր սիրտը հետևում է նրան, ինչին կապված եք։ Եթե կապված եք արտադրողականությանը, ձեզ կշտապեցնեն։ Եթե հավանությանը, կհյուծվեք, բայց եթե կապված եք Հիսուսին, կգտնեք խաղաղություն ոչ միայն օրացույցի համար, այլ հոգու համար։ Մտածեք աշակերտների մասին, որոնք դիտում էին նրան։ Նրանք ձկնորսներ էին, սովոր ջերմ աշխատանքի, կոտրվող ցանցերի, փոթորիկների, անքնության գիշերների։ Բայց Հիսուսի իգոյի տակ նրանք սովորեցին աշխատանքի նոր ձև։ Երբ բազմությունները պահանջում էին ավելին, նա հեռանում էր աղոթելու։ Երբ ճնշումը մեծանում էր, նա հաց էր կոտրում եւ շնորհակալություն հայտնում։ Նրա տեմպը կայուն էր, մտադիր, աստվածային։ Ինչն է շարժում ձեր տեմպը հիմա։ Վախը հետ մնալու, արժեքը ապացուցելու կարիքը, մշտական անհանգստության աղմուկը, որ շշնջում է, եթե ամեն ինչ միասին չպահեմ, ամեն ինչ կփլուզվի։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչը կարող է լինել ձեր կեղծ իգոն։ Հետո հավատքով ասեք. «Ես փոխում եմ այն Քրիստոսի իգոյով»։ Հիսուսի հրավերը ոչ միայն հոգնածների, այլև զբաղված հավատացյալների համար է, ովքեր մոռացել են, թե ինչպես շնչել։ Երբ նա ասում է «վերցրեք իմ իգոն», նա ասում է. «Ձեզ հարկավոր չէ դա անել մենակ, ձեզ հարկավոր չէ ստեղծել կենտրոնացում կամ հավասարակշռություն։ Պարզապես մնացեք կապված ինձ հետ»։ Իգոն գործընկերություն է, նրա ուժը լրացնում է այնտեղ, որտեղ ձերը վերջանում է։ Ընտրեք մեկ շարժիչ պահ ձեր օրվա մեջ, որտեղ կաղոթեք. «Ես համաձայն եմ Տեր»։ Գուցե առավոտը, աշխատանքի ճանապարհը կամ նոթբուքը բացելուց առաջ դարձրեք դա փոքր սուրբ դադար, հիշեցում, որ Հիսուսն է սահմանում ձեր տեմպը։ Հետո ավելացրեք երկրորդ շարժիչը, հետո երրորդը։ Դանդաղ ձեր օրը կդառնա ավելի քիչ շտապողականության եւ ավելի շատ Աստծո հետ քայլելու մասին։ Գրեք մեկնաբանություններում, թե երբ եք աղոթելու՝ առավոտյան, ճանապարհին, քնելուց առաջ։ Եկեք լցնենք տարածությունը շարժիչ կետերով, փոքրիկ հանձնելու պահերով, որոնք կառուցում են խաղաղության ռիթմ, որովհետև կենտրոնացումը ոչ թե տենդային կրճատում է, այլ ճշմարիտ շարժում, ոչ կատարյալություն, այլ գործընկերություն։ Հիսուսի իգոն վերակառուցում է ձեր օրը, մինչ դուք սկսում եք շարժվել շնորհով, լարվածության փոխարեն խաղաղությամբ, ճնշման փոխարեն։ Խոր շունչ քաշեք, հանգստացրեք ուսերը, կրկին շշնջացեք. «Ես համաձայն եմ Տեր»։ Սա աշակերտի ձայն է, որ սովորում է կենտրոնանալ ոչ թե ուժով, այլ հոսքով։ Դուք հետ չեք մնում, դուք վերջապես քայլում եք Փրկչի հետ համաձայն, ով երբեք չի շտապում եւ երբեք չի մոռանում տուն տանող ճանապարհը։ Մտքի կարգապահություն, մտքեր, որոնք ուղղված են ճշմարտությանը։ Նկատել եք, թե ինչպես են ձեր մտքերը կարծես սեփական կամք ունենալ։ Մի պահ դուք հանգիստ եք, իսկ հաջորդ պահին ձեր միտքը շտապում է անհանգստության մոտ նրբանցքով, կրկնելով խոսակցությունները, կանխատեսելով աղետներ կամ կրկնելով հին ափսոսանքները։ Դուք նստում եք աղոթելու, իսկ վայրկյանից հետո արդեն սկրոլ եք անում մտավոր փոստարկում, Աստծո խոստումների փոխարեն։ Դուք ասում եք ինքներդ ձեզ. «Ես պետք է կենտրոնանամ», բայց կենտրոնացումը սայթաքվում է, ինչպես ավազը մատների միջով։ Սա հյուծիչ է, բայց այս մտավոր խառնաշփոթի մեջ Պողոսը, գրելով Հռոմի բանտից, բերում է գրեթե գերբնական հանգստություն։ Վերջապես, եղբայրներս, ինչ ճշմարիտ է, ինչ պատվավոր է,
ինչ արդար է, ինչ մաքուր է, ինչ սիրելի է, ինչ գովելի է, ինչ արժանավոր է եւ գովաբանության, դրա մասին մտածեք։ Պատկերացրեք Պողոսը ոչ թե խաղաղ այգում է, թռչունների երգով, նա շղթաներով է, պահակների միջև, սպասում դատաստանին, բայց նրա խոսքերը ճարագում են անխրվություն, ոչ թե հուսահատություն։ Ինչպես, որովհետև նա բացահայտեց հոգևոր գաղտնիք, ձեր կենտրոնացումը որոշում է ձեր ազատությունը։ Դուք չեք կարող վերահսկել ձեր մտքի մեջ մտնող յուրաքանչյուր միտք, բայց կարող եք ընտրել, թե որոնք պահել։ Պատկերացրեք ձեր միտքը որպես կայարան։ Ամեն միտք գնացք է՝ վախ, հույս, նախանձ, հավատք, վիրավորանք, շնորհակալություն։ Ոմանք արագ են, բարձրաձայն, պահանջկոտ։ Ինչ եթե ամեն ինչ սխալ գնա, դու երբեք բավարար լավ չես լինի։ Ինչու ասեցին դա։ Մյուսները հանգիստ են, կայուն, լի խաղաղությամբ։ Աստված հավատարիմ է, ես սիրված եմ։ Սա դեպի բարին կդառնա։ Ամեն միտք հրավիրում է ձեզ նստել։ Դուք չեք կարող կանգնեցնել գնացքները, բայց կարող եք ընտրել, թե որի վրա նստել։ Եվ ուր եք գնում, որոշում է, թե որտեղ կհայտնվեք։ Վախի մեջ թե հավատքի, դառնության մեջ թե խաղաղության։ Պողոսը գիտեր դա, երբ գրում էր։ Նա ուներ բոլոր պատճառները մտավոր փլուզման համար՝ դավաճանություն, ծեծ, կեղծ մեղադրանքներ, բանտ։ Բայց փոխարենը թույլ տալու, որ մտքերը պտտվեն ջրհեղեղում, նա ստեղծեց ֆիլտր, սուրբ ցուցակ մտքի համար։ Ճշմարիտ է, պատվավոր է, արդար է, մաքուր է, սիրելի է, գովելի է, եթե ոչ, չի անցնում։ Սա ժխտում չէ, սա մտքի աշակերտություն է։ Վաղ քրիստոնյաները հանճարեղ էին։ Նրանք չունեին թերապիայի հավելվածներ կամ self-development-ի գրքեր, բայց ունեին սաղմոսներ։ Նրանք կարդում էին դրանք ամեն օր, թույլ տալով Աստծո ճշմարտությանը վերակառուցել իրենց մտքերը ռիթմի եւ կրկնության միջոցով։ Երբ անհանգստությունը շշնջում էր, նրանք պատասխանում էին. «Տերն իմ հովիվն է, ես ոչնչի կարիք չեմ ունենա»։ Երբ մեղքը մեղադրում էր, նրանք ասում էին. «Օրհնիր հոգիս Տիրոջը, նա ներում է քո բոլոր անօրինությունները»։ Սուրբ Գիրքը դարձավ նրանց մտավոր սաունդթրեքը, մարզելով կենտրոնացումը, ինչպես մարզիկը մարզում է մկանային հիշողությունը։ Իսկ դուք ինչ ունեք։ Ձեր մտքում ամենից հաճախ ինչ սաունդթրեք է հնչում։ Անկեղծ եղեք, այն լի է Աստծո խոստումներով, թե աշխարհի աղմուկով։ Եթե ձեր մտքերը 1 ժամ հեղարձակվեին, կհնչեին որպես երկրպագություն, թե որպես անհանգստություն։ Գրեք մեկնաբանություններում մեկ բառ, որը նկարագրում է ձեր սովորական մտածողության ձևը՝ խաղաղ, շեղված, անհանգիստ, հույսով լի։ Անվանեք դա, որովհետև գիտակցումը առաջին քայլն է դեպի փոխակերպում։ Փորձեք մտքի փոխարինման պրակտիկան։ Ամեն անգամ, երբ հայտնվում է ներխուժող, անհանգիստ կամ թունավոր միտք, փոխարինեք այն ճշմարտությամբ։ Թշնամին ասում է՝ դու մենակ ես։ Դուք պատասխանում եք՝ նա չի լքի ինձ եւ չի թողնի։ Աշխարհը ասում է՝ դու երբեք չես փոխվի։ Դուք պատասխանում եք՝ սկսած իմ մեջ բարի գործը նա կավարտի։ Անհանգիստ միտքը շշնջում է, սա չափազանց մեծ է։ Դուք ասում եք անհնար են մարդու համար հնարավոր է Աստծուն։ Սա խաբեություն չէ, որ խնդիրներ չկան։ Սա ընտրություն է, թե որ պատմությունն է առաջնորդում ձեր միտքը։ Ասված է. փոխակերպվեք ձեր մտքի նորոգմամբ։ Նորոգումը տեղի է ունենում մեկ մտքով։ Հենց հիմա վերցրեք մեկ վախ, որ ձեզ տանջում է, փողերի առողջության ապագայի մասին։ Անվանեք այն հանգիստ։ Հիմա գտեք մեկ ճշմարտություն, որ խոսում է դրա դեմ։ Օրինակ, եթե վախը պակասությունն է, բռնվեք։ Իմ Աստվածը կլրացնի ձեր ամեն կարիքը։ Եթե վախը անհաջողությունն է, բռնվեք։ Տերը կկատարի իր մտադրությունը իմ վերաբերյալ։ Պահեք այդ ճշմարտությունը որպես զենք եւ կրկնեք այն, երբ վախը դուր է ծեծում։ Սա ձեր մտքի փոխարինումն է, ձեր ամենօրյա մտավոր երկրպագության գործողությունը։ Պողոսը չի ասում փորձեք չմտածել վատ մտքեր, նա ասում է մտածեք դրա մասին։ Կենտրոնացումը ոչ թե բացասականի բացակայությունն է, այլ ճշմարտության ներկայությունը։ Դուք չեք կարող պայքարել խավարի դեմ անիծելով այն, դուք պայքարում եք միացնելով լույսը։ Երբ լցնում եք միտքը Աստծո բարությամբ, մնացածի համար ավելի քիչ տեղ է մնում։ Ինչ եք պահելու ձեր մոտ այս շաբաթ մտքերը կենտրոնացնելու համար։ Գրեք մեկնաբանություններում ձեր ճշմարտությունը։ Գուցե կանգ առեք եւ իմացեք, որ ես Աստված եմ, կամ հանգիստ տված հոգով դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, կամ ամեն ինչ կարող եմ Քրիստոս Հիսուսում, ով զորացնում է ինձ։ Լցրեք մեկնաբանությունները ճշմարտության գնացքներով, խոսքերով, որոնք խաղաղություն են բերում սրտին։ Եթե ուզում եք պարզ ամենօրյա պրակտիկա, ահա մեկը։ Ամեն առավոտ նախքան հեռախոսը վերցնելը, արտասանեք աղոթք։ Տեր, այսօր սովորեցրու իմ միտքը շարժվել ճշմարտության ռելսերով։ Հետո կարդացեք մեկ կարճ ճշմարտություն եւ պահեք այն ձեզ հետ։ Երբ գալիս է անհանգստությունը, փոխեք ռելսերը։ Ոչ, ես այս գնացքով չեմ գնա, ես գնում եմ այսով։ Ժամանակի ընթացքում ձեր մտավոր քարտեզը փոխվում է։ Անհանգստության ճանապարհները խոտածածկվում են, խաղաղության ուղիները դառնում են մայրուղիներ։ Նույնիսկ նեյրոգիտությունը հաստատում է այն, ինչ Սուրբ Գիրքն ասում է դարեր շարունակ։ Այն, ինչի մասին անընդհատ մտածում եք, վերակառուցում է ձեր ուղեղը։
Սա ոչ միայն պոեզիա է, այլ խոր պրակտիկա։ Կենտրոնացումը սկսվում է մտքում, բայց ավարտվում է սրտում։ Ինչ եք մտածում, այն եք զգում, ինչ եք զգում, այն եք ընտրում։ Ինչ եք ընտրում, դառնում եք դա։ Պահպանեք ձեր մտավոր դարպասները, թույլ տալով միայն այն, ինչ ճշմարիտ է, պատվավոր, արդար, մաքուր, սիրելի, գովելի։ Նախքան գնալը հարցրեք. վերջին ժամանակներում ես ո՞ր գնացքով եմ գնացել, ուր է այն ինձ տանում։ Հետո արեք փոխարինում, ընտրեք նպատակակետը։ Խաղաղություն խուճապի փոխարեն, երկրպագություն անհանգստության փոխարեն, ճշմարտություն վախի փոխարեն։ Գրեք մեկնաբարություններում. ես ընտրում եմ ճշմարտությունը։ Ասեք դա որպես հայտարարություն, որովհետև կենտրոնացման համար պայքարը տեղի է ունենում ոչ թե ձեր ժամանակացույցում, այլ ձեր մտքում։ Պողոսի գաղտնիքը այդ հռոմեական խցում ոչ թե դրական մտածողություն էր, այլ մտածողություն կենտրոնացված Քրիստոսի վրա։ Նույն խաղաղությունը, որ պահպանում էր նրա սիրտը, կարող է պահպանել ձերը։ Ժամանակի փրկագնումը։ Զարթուցիչը զանգում է, դուք ստուգում եք հեռախոսը, 5 րոպե սկրոլ եք անում եւ հանկարծ անցել է 25 րոպե։ Նախաճաշում եք շտապով, կիսատ լսելով նորությունները, կիսատ վախենալով կուտակված նամակներից։ Օրը թարթում է, ծանուցումներ, հանդիպումներ, գործեր, կրկին սկրոլինգ, եւ գիշերը շշնջում եք, ուր գնաց ժամանակը։ Ծանոթ է, մենք ապրում ենք արձագանքելով ժամանակին, ոչ թե փրկագնելով այն։ Բայց Պողոսը, գրելով Հռոմի մութ բանտից, տալիս է հրաման։ Ուրեմն տեսեք, որ զգույշ քայլեք, ոչ իբրև անխոհեմներ, այլ իբրև իմաստուններ, գնահատելով ժամանակը, որովհետև օրերը չար են։ Գնահատելով ժամանակը արտահայտությունը ոչ թե պոետիկ շրջադարձ է, այն նշանակում է փրկագնել, ինչպես գնել ինչ-որ թանկարժեք բան, որ սայթաքում է։ Պողոսը չի ասում կառավարել օրացույցը, նա ասում է հետ վերցնել հավերժությունը շեղումների մեջ։ Հռոմեական աշխարհը պտտվում էր կայսերական ժամացույցների շուրջ, ռազմական ժամանակացույցեր, շուքայի ժամեր, կեսարի հրամաններ։ Բայց քրիստոնյաները սովորեցին այլ ռիթմ։ Նրանք այլևս չէին խոնարհվում Հռոմի ժամանակին, նրանք ժամանակը ենթարկում էին Քրիստոսին։ Ամեն րոպե, օր, շաբաթ դառնում էր սուրբ տարածք։ Մեր կայսրությունը ոչ թե Հռոմն է, այլ շտապողականությունը։ Ժամացույցները մեզ վրա ավելի ուժեղ են իշխում, քան ցանկացած կեսար։ Մենք ծառայում ենք շտապողականության եւ զբաղվածության աստվածներին։ Բայց Պողոսը կանչում է մեզ իմաստության, փրկագնել ժամանակը, որովհետև օրերը չար են։ Սա նշանակում է, որ ամեն պահ հավերժության հնարավորություն է, բայց այն սայթաքում է, եթե անուշադիր եք։ Ինչպես փրկագնել ժամանակը։ Սկսեք փոքրից, սահմանեք սահմաններ շեղումների համար։ Գուցե 20 րոպեանոց ժամանակաչափ առանց հեռախոսի աղոթելու կամ սուրբ գիրք կարդալու համար, կամ երեկո առանց էկրանների ընտանիքին լսելու համար, կամ շաբաթը 1 ժամ ծառայությանը նվիրված։ Սա ոչ թե գործեր ավելացնելու, այլ դրանք հավերժության հետ հավասարեցնելու մասին է։ Պատկերացրեք ձեր օրը որպես մարտի դաշտ, ամեն ընտրություն քայլ է, կամ դեպի Աստված, կամ դեպի աշխարհայինը։ Ժամանակի փրկագնումը քայլերի ընտրությունն է, որոնք տանում են դեպի կյանք։ Գրեք մեկնաբանություններում մեկ ձև, որով այս շաբաթ կփրկագնեք ժամանակը։ Գուցե սկրոլինգը փոխարինել աղոթքով, շտապողականությունը շնորհակալությամբ, եռուզեղը ներկայությամբ։ Ճշմարտությունն այն է, որ ժամանակը ձեր թշնամին չէ, այն պարգև է։ Ամեն շունչ պահ է, սիրտը հավասարեցնելու Աստծուն։ Դուք չեք կարող վերադարձնել երեկոն, բայց կարող եք փրկագնել այսօրը։ Սկսեք հենց հիմա։ Փակեք աչքերը, շունչ քաշեք եւ ասեք. Տեր, այս պահը քոնն է։ Թող սա դառնա ձեր ռիթմը, որովհետև Քրիստոսի վրա կենտրոնացված կյանքը պարզապես չի անցնում, այն փայլում է։